Ամլուր լրատվականի խմբագրությունը ահազանգեր Շամիրամ գյուղի Սքոս սրահում 4 հոգու սպանության գործով ցմահազատազրկման դատապարտված Թերման Քալաշյանը։ Վերջինիս խնդիրը կապված էր իր պաշտպանի գործողությունների հետ, որի մասով նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 2017 թվականի օգոստոսի 1-ին Թերման Քալաշյանը ժամը 9:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել իր ազգականի հետ, վերջինիս բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել էր վիճաբանության։ Անհետև Թերման Քալաշյանը իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված Սքոս սրահում, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշ ավտոմեքենայով ժամանել էր նշված վայր։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն Քալաշյանը մուտք էր գործել Սքոս սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ էր արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել էր, 7-ը ստացել տարբեր աստիճանի մամլական վնասվածքներ։ Հանցավոր մտադրություն իրականացնելուց հետո Թերման Քալաշյանը իր ավտոմեքենայով դիմել էր փախուստի։ Սպանվել էին Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանն ու Աղասիկ Քալոյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում էր կայացրել Թերման Քալաշյանին մեղադրանք առաջադրել սպանության ապօրինի զենքի հատկանիշներով։ Արդյունքում Թերման Քալաշյանը ցմահազատազրկման դատապարտվեց եւ այսօր քրեակատարողական հիմնարկից ահազանգել էր Ամլուր լրատվականի խմբագրություն։ Փաստաբանի հետ կռոնվել Գրիգորյանի հետ։ Դեպքը որը լավ է Շամիրանի դեպքը Այո։ Ես իրան վերցրեցի որպեսի փաստաբանին։ Եկավ մոտս խոսացինք, ինքը ինձ խոստացավ, ասեց քո դեպքին ես ծանոթ եմ, գործդ աֆեկտա, ես ինձ կանեմ, որ կապացուցեմ, որ դու ես հոգեկան խիստ ուզմունք գիտակ, ես կապացուցեմ, որ աֆեկտա 6 տարուց ես քեզ հանում եմ։ 6 տարվա համար ես իրան տվել եմ մոտ $500,000 փող եմ տվել իրան։ 8 ամա դատապարտվել եմ։ Հիմա ես իմ գումարն եմ պահանջել, ես ունեմ հիվանդ երեխեք, ես ունեմ հիվանդ եկած անչափահաս թող, աշխատող չունեն, հիմա ինձ ցմա դատապարտել են, այդ երեխեքին էլ ընդեղ են ցմա դատապարտել սպանը։ Հիմա ես իմ գումարն եմ պահանջել, ես խնդրանքով հայտարարություն եմ տվել եմ քննչականումա գործս ես 4 ամիսը քննությունա հետ ոչ մի բանից խաբար չունեմ, որ մի փաստաբանին էլ խնդրում եմ ասեմ արեք ինձ փաստաբան պաշտպանեք ձեր գումարը ինչ ամուսումը բանը սաղի դեմ բլոկա դրած ասում մեր գոլեգանա մենք չենք կարագանք եւ այդ մայլի ցավը տանեմ ես ոնց որ անօգնական այսպես վիճակա 4-7 վիրավոր է եղել բայց ես իրոք եղել եմ հոգեկան խիստ ուզմունքի տակ բայց ինքը չապացուցեց այդ բաները ես այդ սպանվածների հետ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել, պարտք ու պահանջ չեմ ունեցել, ոնց որ սմա անմեղ զոհեր են եղել, դերիկը ինձ խապեցան, իմ անդրագիտության, իմ բանից օգտվելով ինձ խապեց, այդքան գումարը տարել է, հիմա $500,000, հիմա քննիչի մոտ սա գրած է, երբ ով տվել ինչա սա փաստերը ունեմ 8 հատ վկա ունեմ մի հոգի չի տարել այդ գումարը տվել 8 հոգի ներկա են եղել ձայնագրություններ ունեմ սա փաստերը ունեմ էլի գնացան իմ ձեր օգնությունն ապեր որ էսի բարձրաձայն եք անդրայնացրեք որ էլի ինձ չտակտեն ուրիշ քայլերի Հիմա իմ գործը վճռաբեկ դատարան ես, երրորդ ամիսն է ձեն չկա, վճռաբեկ եմ տվել։ Ոչ մի բանից խաբար չունեմ, մենակ ներկայացրել եմ ու սպասում եմ ալեն ինչ ալնելու էլի։ Որ ճիշտ իմ գործի նայեմ, ճիշտը նայեմ, իմ գործը եղել է աֆեկտ, ես այս սպանվածների հետ կապ չեմ ունեցել։ Ես եղել եմ հոգեկան խիստ ուզմունքի տակ, բայց փաստաբանս չապացուցեց, փաստաբանս մենակ փող էր տանում, ինձ մենակ փողա քաշ է տարել, մոտ մի $500,000։ Իմ մեղվածը սա ծախը տվել է, անասուններս, մեքենաներս։ Զրուցեցինք նաև վերջինիս պաշտպան Կրոնվել Գրիգորյանի հետ հասկանալու համար, թե նա ինչ է մտածում Թերման Քալաշյանի մեղադրանքների մասին եւ ի վերջո քրեական վարույթ կա նախաձեռնված։ Ի պատասխան փաստաբան Կրոնվել Գրիգորյանը նշեց. Կրոնվել Գրիգորյանը փաստաբանն է, որ ոչ մի գործով ոչ մեկին խոստում չի տալիս։ Եվ հետո փորձագետը Կրոնվել Գրիգորյանը չի, փորձագետն է որոշում ինքը աֆեկտի մեջ է եղել, թե աֆեկտի մեջ չի եղել։ Դուքով անգամ իր բողոքը ստանալուց հետո գրել եմ
որ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ գործով ես ոչ մի հաճախորդի խոստում չեմ տալիս։ Ես խոստում կարամ իմ աշխատանքի համար տամ, որ որակել աշխատանքը ապահովելու, բայց խոստում տալ դատավորի, փորձագետի, քննիչի, դատախազի աշխատանքի համար նշանակում է դա փաստաբան չի, դա միջնորդ է։ Ոչ մի վկաներ չկան։ Իգրա բողոքի հիման վրա քրական վարույթ է նախաձեռնվել։ Քրական վարույթով էլ բարձրում է, խոստում կա թե չկա։ Դա ինչ որ ինքը ասում է, իրականության հետ որևէ աղերս չունի։ Որտեղ ինքը չի կարող վկաները հասկացան, դա իր հարազատներն են կարա, բայց որևէ ապացույց, որ Կրոմե Գյուքան իր խոստում է տվել, նման ապացույց դա չունի։ Ու չի էլ կարա ունենա։ Ոչ միայն Թելման Կալաշյանը, այլ ընդհանրապես ոչ ոք։ Կրոմե Գյուքանյան փաստաբանն է, որ ոչ ոքի, ոչ մի գործով խոստում չի տվել ու չի տա։ Աֆեկտի մեջ եղել, թե աֆեկտի մեջ չէ, դա մասնագետի որոշելու հասնավոր է պաշտպան։ Ես վերաքննիչ քրական դատանում ներկայացրել եմ 560 էջանոց վերաքննիչ բողոք։ Նաև նշել եմ փորձագետի խախտումները, որոնք կատարվել են փորձագետի եզրակացություն տալու ժամանակ։ Ես անգամ հաղորդում եմ ներկայացել փորձագետներին, որ կեղծ եզրակացություն են տվել, որ փորձաքննություն չի կատարվել։ Վերաքննիչ քրական դատանում չեմ անում, տեղեկացված եք թե չէ, ես հաղորդում եմ 3 վերաքննիչ դատանի դատավորների դեմ, հակակոռուպցիոն դատան հիմա գործ է գտնվում, որ իրանք խաբելով, ասենք փետրվարի 10-ին ասում թվականի դատական նիստը նշանակված եղել, 10-ին գնացել ենք, որ դեռևս իմ 560 էջից 120 էջը դեռևս չէի ներկայացրել, եւ մենք ու նիստերի քարտուղարն ասում է 3 ձեր բողոքի քննությունն ավարտվել է։ Ես ասում եմ մենք 3 նիստ չենք ունեցել, ասում չի 3 բողոքի քննությունն ավարտվել է։ Դրա հետ կապված ես դիմել եմ, որ քրական վարույթ նախաձեռնվի 3 դատավորի դեմ։ Հիմա հակակոռուպցիոն դատանում է գտնվում, հուլիսի 2-ին էլ նիստը շարունակվում է։ Վարույթ չի նախաձեռնվել, ես դրանից չնախաձեռնելու դիմել եմ հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն դատարանը սկզբից որոշել է բանը գրավոր ընդհանրակարգով, հետո փոխել էր բանավոր, ու հիմա նիստով է գտնվում այդ բողոքը։ Կերտիկներ կատարվել են դատալեկցում, ամբողջ խախտումներ, թե նախաքննության, թե դատաքննության։ Ուղղակի մի բան ասեմ, Թելման Կալաշյանի վերաբերյալ քննված գործում եթե մեկ ապացույց վերաբերելի թույլատրելի ապացույց չկա, անգամ մեկ ապացույց չկա։ Փորձագետի եզրակացությունն էլ կեղծ է, որտեղ նրանք փորձականություն չեն կատարել։ Որտեղ Թելման Կալաշյանը երբ որ նրանց կողմից հարցեր էին տրվում, Թելման Կալաշյանը դից կրթություն չունեմ, խնդրում եմ իմ ազգային լեզվով ձեր տեստերը ներկայացնեք, ասեն լավ, թարգմանի հարց կլուծենք, ու տենց է թարգմանից չեն լուծում։ Միանգամից եզրակացությունը տալիս է, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ խոսքով խախտումներով է Թելման Կալաշյանի գործը, իսկ որ ուղղակի այն որ ասում որ պաշտպանը խոստումներ է տվել, դա բացայից սուտ է, որտեղ ես այն պաշտպանը չեմ, երեկվա փաստաբանը չեմ, էլի որ գումարի խաթր մարդու խաթր ասեմ, վայ ես այս բանը կանեմ, այն բանը կանեմ։ Ես ընդհանրապես կարամ նրան խոստանամ որակյալ պաշտպանություն, ուրիշ ոչինչ։